չեմ մեջբերի Աստվածաշունչը, բայց մեր դասարանի Հովսեփյան Մուրադն ասում էր սփխեչը մարտի 8-ը կտրում է։ Դուք սկսել եք բանակցությունները ձեր սեփական կետից։ Ինչ նամակ ա գրել Սերժ Սարգսյանը, իդեպ մի քանի տենց նամակ ա եղել։ Եվ ինչ հայտարարություն ա արել ՀԱԿ գործող նախագահը 96 թվականի դեկտեմբերին, դա մետաֆիզիկա էր։ Այս իրավիճակը, որը ստեղծվել է, եւ այս փաստաթուղթը, դա մեծ պայթյունից հետո ստեղծված իրականությունն է։ Եվ այդ իրականության մեջ դες առաջարկվել է փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը ոչինչով սահմանափակված չի լինելու, այո, Ղարաբաղի ժողովրդին ընտրության իրավունք է տրվելու։ Ուզում ես լինես անկախ, ուզում ես լինել Հայաստանի կազմում, ուզում ես վերադառնալ Ադրբեջան, ուզում ես, չգիտեմ, Կոմորյան կղզիների հետ ինչ-որ միասնական պետություն ստեղծես։ Նրանք էին ընտրում։ Այս փաստաթուղթը, որը ներկայացվել է կամ ձեզ, կամ Արմեն Սարգսյանին, որտեղ ասինը թվին նախագահ Արմեն Սարգսյանն էր, կամ ուղղակի մի հատ քարտուղարուհի կամ թարգմանիչ սխալ ա գրել։ Սրան դուք ինչ եք արել, ասել եք գնա փոխի վարչապետ Սարգսի նախագահի փոխարեն, ասել եք լավն է, բայց այս Նասիլենյան նարոդ Սարգի, որն է եղել այս փաստաթղթին ձեր արձագանքը։